Ձեզ վիրավորված չեք զգում, երբ Փաշինյանը վեհափառին անվանում է եկեղեցու փաստացի պետ։ Սատանիստների հետ գործում։ Այն չեք անում։ Չէ, Ինչու՞։ որովհետև արժանի է։ Այսինքն ինչի համար ես պիտի ինձ վիրավորված զգայի, մի հատ ուզում եմ մեկնաբանությունը հասկանամ, ինչի հետ եք դա կապում։ Ղեկավարը անվանում է, չի ասում կաթողիկոս, չի ասում վեհափառ, ասում է եկեղեցու փաստացի պետ, որպես հայ, ձեզ չի վիրավորվում։ Որպես հայ ոչ, որովհետև վարչապետը հաստատ ունի հիմքեր, ինչի հիման վրա կարողանում է արտահայտվել այդպես։ Այո։ Եվ քաղաքացիները եւս տեսնում են իրավիճակը եւ քաղաքացիները ունեն գիտակցություն բավականին իրավիճակը ճիշտ գնահատելու, այսինքն ունեն առողջ ուղեղ եւ կկարողանան իրավիճակը ճիշտ գնահատել եւ կարծում եմ, որ բոլորը համամիտ են վարչապետի հետ, տեսնելով Գարեգին Բեի գործունեությունը ծավալած։ Գարեգին երկրորդն ավելի վատ կաթողիկոս է, քան Նիկոլ Փաշինյանն ավելի վատ վարչապետ։ Ես ուզում եմ համեմատականով հարցնեմ, օրինակ որպես վարչապետ դուք ինչ վատ, չգիտեմ, դրսևորում եք տեսել, եւ ինչ լավ դրսևորում, որպես ինչպես Արցախ չունենք այսօր։ Ինչի դուք Ունենք 5000 զոհ։ Շատ Արգելում է արդեն Արցախ բառը ասել, իր խոսքով պետական պաշտոն զբաղեցնող մարդիկ պետության դեմ են դուրս գալիս, երբ Արցախի մասին են խոսում, Արցախի մասին գիրք են ինչ-որ մեկին նվիրում։ Շատ լավ։ Ես եկեք ձեր հարցին հարցով պատասխանեմ։ Ինչ եք կարծում, դուք եղել եք սահմաններում, պահել եք դիրքերը եւ վարչապետը բոլորից ասել է իջեք սահմանից, այսինքն մենք իզորու ենք եղել մեր Արցախը պաշտպանել եւ չենք պաշտպանել։ Վարչապետը ամբողջ պատերազմի ընթացքում Արծրուն Հովհաննիսյանի հետ ասում էր հաղթում ենք, հետո վերջին օրը Շուշին անկում ապրեց։ Շատ լավ, համամիտ եմ։ Շուշին անկում ապրեց, որովհետեւ մենք այդ պահին իզորու չէինք տեխնիկապես, զենքերի մասով եմ ասում եւ ասում էր զենք ենք գնում։ Զենքը գնում ենք, բայց եկեք չմոռանանք, որ մեր դեմ կռվում էր 7 բանակ, ընդ որում ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը, Թուրքիան, եւ ընդ որում 5-րդ սերնդի, ուրեմն զենքերով են մեր դեմ կռվում, այսինքն մեր զինվորը փաստացի առերեսում չի տեսել որպես, չգիտեմ, թուրք կամ թշնամի, որ ինչ-որ ձեռնամարտ լինի կամ, չգիտեմ, մեր ունեցած կալաշնիկովի ավտոմատներով կարողանան իրար կրակել։ Ամեն դեպքում ես այս պահին Հայաստանի Հանրապետության զարգացումը տեսնում եմ եւ դա տեսնում է յուրաքանչյուր քաղաքացի եւ դա գնահատելի է բոլոր քաղաքացիների կողմից եւ մեր բժշկական ապահովագրություն է փաստում դրա մասին, որ քաղաքացիները նախկինում չունեն հնարավորություն օգտվել անվճար բուժօգնությունից, իսկ հիմա տեսնում եք հիվանդանոցներում հերթեր են գոյացել, որովհետեւ արդեն իսկ մարդիկ կկարողանան հետևել իրենց առողջությանը։ Մենք տեսնում ենք մեր պետության շարունակական զարգացումը, մեր դպրոցների, մանկապարտեզների, ընդհանրապես մեր ճանապարհաշինական աշխատանքներում եւ ուրեմն իշխանության ուշադրությունը պետության զարգացման եւ քաղաքացիներին ապահովելու ապահով միջավայր։ Այսինքն սա այն խաղաղությունը, որ մենք ձեռք ենք բերել, սա անգնահատելի է, որովհետեւ անվտանգ միջավայրը ո՞րն է, որ ադրբեջանցիները հանգիստ ցամաքային ճանապարհով Հայաստան են մտնում։ Այդ երբ են մտել հանգիստ ճանապարհով։ Հասարակության ներկայացուցիչների գալու մասին տեղյակ եք։ Տեղյակ եմ։ Տեսեք, դուք ինչ եք կարծում, եթե մենք ասում ենք խաղաղություն, այս դեպքում, այսինքն մենք ուղղակի ասում ենք եւ նստում ենք, ձեր կարծիքով չպիտի լինեն քայլեր խաղաղության ճանապարհը կառուցելու եւ հարատև խաղաղությունը հաստատելու համար։ Հավատում եք դուք այդ խաղաղությունը։ Իհարկե հավատում եմ։ Այո, հավատում եմ, որովհետև ես ինքս լավատես եմ եւ ես ուզում եմ, որ իմ երեխան ապրի խաղաղ, ապահով Հայաստանում եւ ես տեսնում եմ այս իշխանությանը, որ Հայաստանի ճակատագիրը տանում են խաղաղության, ապահովության եւ շարունակական զարգացման կեցե խաղաղությունը։ Շնորհակալ եմ։ Հայը ինչ պետք է մտածի այդ մասին։ Ուրիշ տարբերակ չկա։ Եկեղեցին սրբությունը միշտ է դեռ դա սրբություն։ Այդ իմ կարծիքն է։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Ոնց պետք է վիրավորել։ Որպես հայ, կաթողիկոսին նախ անունով է դիմում, հետո Եվրախորհրդարանի ամբիոնից անվանում է եկեղեցու փաստացի պետ, չի ասում կաթողիկոս։ Բայց ինքը կաթողիկոս է։ Կաթողիկոս չի։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Ով է կարգանից արել Գարեգին երկրորդին։ Գարեգին երկրորդին ինքը իրեն, իր պահվածքի համար։ Գալաթա։ Ոնց է։ Հայոց բանն այդ մարդը մեր 301 թվից մենք քրիստոնյա մարդիկ ենք, ոնց է։ Բայց այդ նման մարդիկ մենակ ադրբեջանցի կարող են ասել նրանց։ Չէ, անկեղծորեն դա լուրջ բան չի։ Մենակ ինչ է ախր։ Ոչինչ, բան մի արեք։ Մեզ Հիսուսն ասել։ Երեխու բանով մենք խոսում ենք իր հետ, էլի։ Որ
Արևմտյան Հայաստանը Մայր Հայաստանին կմիանա 2044 թվականին։ Էլ Լենին չի լինի, էլ որ Ադրբեջան բառից ստեղծի Ադրբեջան ազգ էլի։ Աշխարհն էլ կործանվի, Հայաստանը մնա, անկեղծորեն եմ ասում։ Ես ոչ թե բանով որ 48 տարի աշխատել եմ որպես ռեժիսոր, ես թատերական ինստիտուտ եմ ավարտել, պարզապես իմ գիտակցությունը, իմ բանով ես շփվում եմ, ես գիտեմ ինչ է։ Լավ մնացեք, չտխրեք։ Ինչի պրիե, Չեք վիրավորում։ Չէ, Որպես հայ ձեզ չի վիրավորում, որ բայց աթողի կա ինչ-որ բան չի, հանգամանքներ չեն։ Դե սարս պարսա։ բան կա աթողի Այդ թեմաների մեջ չկան։ Վիրավորված չեմ զգում, որովհետև ես վեհապարի մասին նույն կերպ եմ մտածում։ Իսկ Փաշինյանի մասին լավ կարծիք ունի։ Ժամանակը ցույց կտա, հա, ես լավ կարծիք ունեմ։ Այդ վեհապարը այս երկրի քաղաքացի չի բաց։ Գրողի ծոցը պետք է։ Նիկոլ Փաշինյանի եղբայրն էլ Հայաստանի քաղաքացի։ Չգիտեմ մեր եղբայրը ով է, ինչ է, վեհապարը անամոթ գործարք է անում, ռուսական թել է։ Նիկոլ Փաշինյանի եղբայրն էլ է Ռուսաստանի Դաշնությունում։ Այմատ ես Նիկոլ Փաշինյանի եղբոր հետ գործ ունեմ, բայց ինչ որ գիտեմ, այն եմ ասում, որ եկեղեցի առաջնորդը եկեղեցուն չի պաշտպանում, ժողովուրդը գործ չունի։ Ինքը աննասում մարդ։ Ինքը այնքան վատ բաներ ա արել, արդեն ես հիասթափված եմ իրանից, ոչ մի բան չեմ կարող դրական ասեմ։ Որ քայլից եք ամենաշատը հիասթափ։ Պատերազմական ունեցել եմ տղասին, որ ծառայող, մասնակից է պատերազմի, անգամ բուժում է, մինչև չտանես, գումար չվճարես, ոչ մի բան չեն անում, էլ ինչ Նիկոլի լավ ասեմ, շատ սիրում հարգում էի, պատերազմից հետո հիասթափված եմ իրանից։ Չգիտեմ, չեմ կարող ասում։ Մամոմը խիա ծախում այդ վեհապարները,